Matritsա բառը քննարկենք, հա? Ինչև Լիլիթը կգա։ Matritsա ֆիլմը հիշում եք, նայել եք։ Այո։ Ինչ տպավորություն կար Matritsայից։ Matritsայից։ Ո՞րն էր տպավորությունը, այնտեղ ինչի մասին էր։ Հիշում եք, որ մտնում եմ միացենյակ, էկրանի վրա, ասենց ոնց որ նույնից հա կրկնվում է։ Հենց այդ Matritsան ինչ տպավորություն ստացաք։ Դե ես էդի որպես ֆանտաստիկ ֆիլմ էի նայում, դες ինչ-որ բաներ չի մտածել հետին։ Որպես ֆանտաստիկ ես նայել։ Բայց չէ՞ որ այնտեղ աշխարհի վերջ ինչ որ տես թեմաներ ա քննարկվում, չէ՞։ Այո։ Այսինքն ինչ որ մի համակարգի վերջ պետք է լինի։ Իհարկե շատ խորը ու շատ բազմազան կարելի է քննարկել, բայց այս պահին մենակ ուզում եմ Matritsա բառը հասկանանք, ինչ է ներկայացնում եւ ինչքանով ինքը կապ ունի մեր այնտեղից մարդ է կա բառը։ Լսեցի մեր անցած վեդայական գաղափարախոսության հետ հիմնական ոնց որ հենց այդ մասին եմ ուզում քննարկենք Matritsա հենց ինքը ոնց որ նշանակի ինչ որ բանի կրկնություն եթե ուտադիր նայեք ինչ որ ոնց որ թվային տեխնոլոգիական կրկնություններ այնտեղ որովհետև սից էկրաններ էին ու այդ նույն մարդը իր հետ խոսում էր Հիշում եք մենք մեր կյանքում իրավիճակներում ենք հայտնվում, երբ մեզ թվում է նույն բանը անընդհատ կրկնվում է։ Ֆիքսել եք այդ պահը։ Այո։ Matritsը խախտվում է, հա։ Հա, ոնց որ անընդհատ կրկնվի։ Իսկ սանսարա բառը ով ինչ պատկերացում ունի, ինչ է։ Սանսարա։ Սանսարան է բանը չի, որ պատտվում է երկրագունդը պատտվում է մեր կարմայական կապերն են վրան եւ ինչ անում պտույտի ժամանակ անընդհատ ինչ անում նույն բանն է կրկնվում հա երևի ապրես եթե sense տրամաբանենք նա տեխնոլոգիական ոնց որ փաթեթավորած լինի էկրաններով նույնի կրկնությունը ինքը մտնում է մի իրավիճակի մեջ բայց տեսնում է որ այդ նույնը անընդհատ կրկնված վիճակում է ու ինքն է sense տարբեր դրվագներով ինքն է Եթե սանսարով ենք նայում, սանսարան էլ այդ անիվն է, որը որ նույն կապերը անընդհատ պտտում են։ Մենք էլ չէ մեր կյանքում որ ուշադիր լինենք, ինչ է կատարվում։ Ոնց որ անընդհատ նույն շրջապտույտի մեջ ենք գնում, ասում լավ վերջ չունի այս ամեն ինչը։ Լավ այս ամեն ինչի ավարտը երբ է։ Մեծ մասամբ որ գալիս են խորհրդատվության, ասում են այս ամեն ինչի ավարտը երբ է լինելու, անընդհատ նույն բանն է կրկնվում։ Եվ երբ է լինելու։ Սանսարա որ ասում ենք, արդեն կարողանում ենք ասել նաև կարմա։ Կարմա, որ ասում ենք, ինչ ենք հասկանում։ Պատճառային կապ, էլի։ Այո, Լուսինե ջան, շատ ճիշտ է, պատճառահետևանքային կապ։ Այն ընտրությունները, որոնք որ մենք այսօր կատարում ենք, իրանք ձևավորում են մեր ապագան, այսինքն մեր ներկան պատճառ է դառնում ապագայի հետևանքին։ Հիմա եթե սանսարա նույնը կրկնում եմ, մենք ներկան ապրում ենք անգիտակցաբար, այսինքն անում ենք բաներ, որոնք այդ պահին չենք գիտակցում, չենք կարողանում հասկանալ սխալը որտեղից է։ Իմիջիայլոց մենք դա գիտեք, երբ ենք շատ լավ հասկանում, երբ խոնարհումներ անում ենք ու խոնարհումների ժամանակ ով արեց այդտեղ խոնարհում վերջացրել։ Ժենյա, դու արել։ Ես մայրիկի խոնարհում, մայրիկի։ Եղել է պահ, որ եկել է ինսայթը ու դու ասել ես այս բանը սրա համար էր sense տեղի ունենում, ես հասկացա։ Ճիշտ ասած չէ։ Որ կետին ես հասել լացելու։ Չէ, ես չէ լացա, հա, լացելուն հասել եմ։ Ահա, լացելուց հետո գալիս է մենտալ մաքրումը։ Սկզբից ֆիզիկական մակարդակիցացրագիրի մաքրում, հետո աստրալ, այսինքն մեր զգայական դաշտամաքրում, իսկ արդյունքները զգայական դաշտի մաքրումն է։ Հետո գնում է մենտալ։ Փաստորեն դու մի հատ է պետք է այդ նույն խոնարհումը անես, որովհետև քո մենտալում չի մաքրվել, դու չես հասկացել այդ ծրագիրը որտեղից է աշխատում։ Իսկ երբ որ ասում են ինձ ծայտ ունեցա, այսինքն
արդեն գալիս է գիտակցումը, թե տվյալ կրկնությունը ինչի պատճառով է լինում։ Ենթադրենք նյութական ռեալիզացիայի հետ կապված, մենք մամային խոնարհում ենք անում, բայց նյութական ռեալիզացիայի հետ կապված տարբեր ոլորտներում հասկանում ենք, որ ինչ-որ բաներ է տեղի ունենում, որոնք մենք չենք կարող ուղղենք ու անդադ տեղի է ունենում։ Իսկ երբ որ գալիս է ինսայթը, խոնարհումների ժամանակ մաքրումը տեղի ունենում, նաև մենք արդեն հասկանում ենք, թե մեր սխալը որտեղ է։ Եվ էլ արդեն այդ չենք անում, որովհետև դե մաքրում է գնում, մեր վերաբերմունքը, մեր մտածելակերպը ամեն ինչը փոխվում է, հետևաբար ընթացքն էլ է փոխվում։ Հիմա հետ վերադառնանք նորից այդ կարմա ասվածներին, մենք հասկանում ենք, որ կա պատճառ, որը բերում է հետևանք, բայց ոնց որ անդադ չեն կարողանում մաքրել, չէ՞, այդ պատճառը, նույնը կրկնվում է։ Ես էլի առաջարկում եմ, որ դուք անպայման խոնարհումները անեք, գոնե, ասենք, եթե նյութական դաշտում խնդիր ունեք, ուրեմն գոնե մի 3 անգամ այդ 100 օրը պետք է արվի։ Մի բան հարցնում, ես որոշել եմ հայրիկին անել, նորից մայրիկ անեմ։ Դա մեր ուղիղ եկամուտներն է, հոգևոր զարգացումն է, աճն է, հասարակության մեջ քաղաքական ստատուսն է, հայրիկը։ Ուղիղ եկամուտներն է, այսինքն աշխատավարձի չափը, հեշտ աշխատավարձ ստանալը, բայց դու կարող ես ենթադրենք 500,000 աշխատավարձ ստանալ, բայց քո դրած նպատակները չկատարել, 1 միլիոն աշխատավարձ ստանալ, ընդհանրապես չհասկանաս, այդ 1 միլիոնը եկել է ուր է գնացել։ Դա մաման է արդեն, ռեալիզացիան մաման է։ Կամ ես ենթադրենք ուզում եմ սովորեմ ինչ-որ մի բան ավարտել, ձգձգվում է, խափանվում է, ֆինանսը չի բերում, որ ռեալիզացիա լինի եւ այլն, բայց ես փող ունենում եմ, բայց չեմ կարողանում դեռ ռեալիզացիան, տուն չեմ կարողանում առնեմ, դա մաման է։ Իսկ ենթադրենք ես 100,000 աշխատավարձ եմ ստանում, բայց ես ուզում եմ եւ պաշտոն բարձրացնեմ, եւ ինքս ստատուսով բարձրանամ, եւ գումարս ավելանա, դա պապան է։ Ես մի քիչ նյութական բացատրեցի, բայց ինքը ավելի լավ խոսքային բաներ ունի, էլի։ Դու որ չես լացել, որը որ չես լացել, նորից արա, որ մինչև վերջ մաքրես, նոր անցնես մյուսին։ Հիմա ստացվում է, մինչև այն պահը, որ մենք չգիտակցված ենք, չենք բացահայտել այդ ծրագիրը, որտեղից է գալիս, մեր սանսարան անդադ պտտվում է։ Մատրիցայի էկրանները անընդհատ այդ սիտուացիաները կրկնում են։ Կարող ես մեկը մի դրվագ անում են, մեկը ուրիշ դրվագ անում են, մեկը ուրիշ, այդ տեխնոլոգիական տեսքով է, էլի ոնց որ ցույց տալիս նույն պատճառահետևանքային կապը։ Բայց շարունակում է կատարվել նույնը։ Այնքան ժամանակ, մինչև մենք գիտակցված, սկսում ենք նոր գործողություն անել։ Կարող է, չէ, այս գործողությունը ես չեմ կարողանում անել, չի ստացվում իմ մոտ, բայց մեկ ուրիշի մոտ ստացվում է, բայց ես չեմ հասկանում, նա ինչ է անում, որ հաջողվում է։ Կարող է գիշեր-ցերեկ տառապեք, ամիսներով մտածեք, ինչի է, ասենք, այն հարևանի կինը իր ընտանեկան կյանքում երջանիկ ու տենց էլ չհասկանալ։ Ոնց է լինում, որ այսինչ մարդը բիզնես է դրել, իսկ կարգին ջանել չի անում, թեթևի մեջ, բայց փողերը գալիս են։ Իսկ ես գնում եմ, ասենք, թե օֆիսային աշխատանք, առավոտից իրիկուն ճռում եմ ու ստանում եմ 100,000 բայց կան չէ տենց մարդիկ, որ տենց էլ չեն հասկանում, ինչի համար է ինքը առավոտից իրիկուն տանջվում ու ոչ մի աշխատավարձ չունի, բայց նա ով արդեն մեխանիզմը հասկանում է, նա գիտի, չէ, ինչ պիտի անի, որպեսզի այդ գումարը սկսի իր համար աշխատել։ Սա զուտ օրինակի տեսքով, որ հասկանանք մեր շուրջը կարող են լինել մարդիկ ում մոտ դա աշխատի, բայց մենք տենց էլ չհասկանանք մեխանիզմը, որտեղ մեր միտքը բաց չի դրա առաջ եւ մենք պետք է գանք դրա գիտակցվածության աստիճանին։ Ահա։ Ուրեմն մատրիցան եւ սանսարան մեկ այլ անվանում նույնպես ունեն, մայա։ Մայան հիշում եք ինչ էր։ Մայաների ահա, սա բանը կալենդար որ ունեն մայաները, դրա այդ նկատի ունեք։ Մայաները մեր համար ինչ են։ Մեր նախնիներս չեն։ Իլյուզիոն։ Չգիտեմ։ Իլյուզիոն, քաղաքակրթություն, որտեղ ինչ եղավ մայաները
Իսկ ոնց որ մի Որա։ ակնթարթ անհայտացան, այո, բայց իրանք չանհայտացան։ Արիական, հա? Արիական Չի ասի, քաղաքական։ որ մայաները արիականն են, չեմ կարա ասեմ, չգիտեմ, ես չլինի, որ ինչ-որ սխալ տեղեկատվություն տամ։ Մայաները մի քաղաքակրթություն էին, որոնք ունեին ասել Շենյային իրանց օրացույցը, իրենց զարգացվածության բարձր մակարդակը եւ ես ենթադրում եմ, որ իրանք էներգետիկ մեկ այլ պլան անցան, իսկ եթե ես ապրում եմ 2 դեհարտության վրա, հաստատ 5 դեհարտությանը ի վիճակի չեմ տեսնելու։ Միգուցե իրանք հենց ստեղ մեր կողքին ապրում են, իրանք շատ լավ են մեզ տեսնում են, բայց մենք չենք տեսնում։ Եվ միգուցե իրանք հենց տենց ուղղակի գնացին մեկ այլ մոլորակային հարթություն։ Մինչև մենք չհասնենք այդ մակարդակին, չենք իմանա ինչ կատարվեց։ Ամեն դեպքում մայաներին մենք համարում ենք իլյուզիա, որտեղ կային, մեկ է անհայտացան, չկան։ Եվ համեմատական կարող ենք տանել մայաների հետ, որ Սանսարան տենց ինչ-որ մի հատ խապկանք է։ Մայա խորհրդանշական եմ ես հիմա ասում, ոչ թե բուն իրավիճակը, որը որ տենց չի բացատրվում, կան տարբեր տեսակետներ, այլ խորհրդանշական, որ Սանսարան մայաների նման մի բան է, եւ եթե մեր կյանքում ինչ-որ մի բան չի ստացվում, այս հատվածը ուշադրի լսեք։ Եթե իմ կյանքում ինչ-որ մի բան չի ստացվում, ես սկսում եմ երևակայական մի բան ստեղծել, որ դա իմ ճակատագիրն է եւ դա անփոփոխ է։ Եվ մարդիկ, որ գալիս են խորհրդատվության, իրանք ոնց որ ինձ ուզենան համոզեն, որ դե եթե այնտեղ իրանց քարտեզում մի բան կա, դա տենց է, չէ, ուրեմն փոխվող չի։ Ու հերիքա ես մի քիչ անզգույշ բերանցից մի բառ դուրս բերեմ, իրանք իրենց դատավճիռը տալիս են։ Դրա համար շատ բաներ հեռվից, կոկանց, բացատրելով, մի փոքր ավելի զգուշ, որ կամ ներկայացնելով, որ այս իրավիճակը սենց է եւ ունի իր տարբերակները, բայց այնքան է արդեն այդ ճակատագիր, ֆատալնի սենց այդ բառը որ կա, որ ճակատագրական է, վերջ անփոփոխ է, եթե մանավանդ մարդը մի քիչ էլ հավատում է ճակատագիր բառին կամ այդ աստղաբանության այդ բաներին, նույնիսկ օրվա խորհուրդը կարանենց մեռած վիճակում սենց հենց քարացած ընդունի ու ասի էս է վերջ ասել են ու ինքը ծրագրավորի ոնց որ բաժակնահեղը քեզ մի բան կասի դու կասես հա բաժակնահեղն ասեց էլ ու ծրագրավորես մի անգամից չէ որ մեր միտքը առարչական է մի անգամից արարենք ու հետո կատարվեցինք ահա դե բաժակնահեղը ինչ լավ նահեղ էր բայց իրականում դա մենք կերտեցինք խոսքը դրա մասին չի, որ այդ ծրագրերը մեր վրա չկա, մենք չենք բերել մեր հետ։ Խոսքը նրա մասին է, թե մինչև որ կետնենք մենք չգիտակցված շարունակում անդադ այդ ծրագիրը անել։ Ունեմ ընտանեկան դժվարություններ, ունեմ ցանկացած հարաբերություն, որ լինում է թե իմ ամուսնու հետ, թե շրջապատի հետ, բերում են խնդիր, չեմ հասկանում որտեղ է այդ խնդիրը, ու անընդհատ ծրագրային առումով չգիտակցված ես այդ խնդիրները անում եմ։ Ինչև այն կետը, որ դա անցնում է գիտակցվածության շրջան։ Այդ քանի չգիտակցված է, մենք մեր իլյուզիաների մեջ ենք։ Մենք խապկանք ենք անում։ Որովհետև յուրաքանչյուրս նաև ունենք մեր եսի գիտակցում, չէ՞։ Ես ճիշտ եմ։ Ես ոչ մեկին ոչ մի վատ բան չեմ արել։ Ինչե՞ եմ հենց այս բան կատարում։ Լսել եք այդ արտահայտությունները։ Այո։ Ես արդար եմ։ ու մորտը կրվատալի, ես արդարի համար եմ կրվում։ Բայց այդ իր արդարը արդյոք նրա համար արդար է։ Չէ՞, ես մեր արդեն դուրս ենք գալիս մեր եսի, մեր էգոյի մտածողության սահմաններից ու սենց վերևից ու լայն նայում ենք, սա ճիշտ է։ Սխալ մարդ չկա։ Բայց ճիշտ են այնքանով, որքանով։ Այս մեկը այսքան է աճել, ինքը այս պահին ճիշտ է, բայց ինքը մի շաբաթ հետո կարող է հասկանա, որ վա այստեղ ինքը սենց չպիտի մտածեր, նենց պիտի մտածեր, բայց ինքը այդ պահին էլի կարանք ասենք ճիշտ չի, բայց ճիշտ է, իր այդ պահին, այդ հանգամանալից վիճակում ճիշտ է, երբ որ գալիս է մի հատ այլ փուլ, ինքը հասկանում է, որ ստեղ ինքը այս գործողությունը սխալ էր անում, դրա համար ուներ այս արդյունքը։ Հիմա որպեսզի չերկարացնենք, հասկացանք, չէ՞, որ այդ էլյուզիան մենք ենք ստեղծում անընդհատ,
Եվ կարող ենք անդադ այդ խապկանքի մեջ ապրել, ու անդադ կրկնենք։ Հիմա ամենաբարդը, ճիշտն ասած, ես քո բարձրախոսը անջատեցի, դուրս նեջամ, որտեղ ձայն էր գալիս։ Եթե մենք մեր արևելյան այդ վեդայական տեսանկյունից ենք նայում, կամ բուդդիստական ավանդույթների տեսանկյունից ենք նայում, սանսարան համարվում է վերածնունդների, տառապանքի, այդ հուզական խիստ կապվածություններ կան, չէ, որոնք որ կարելի ասել տրագիկ վիճակ են առաջացնում, անվերջանալի։ Նույն հոգու հետ մենք մի քանի կյանք կարող ենք հանդիպել, մի քանի կյանք այդ կապվածությունը ունենալ, ու տենց էլ դուրս չգալ դրանից։ Ինչ կարծիքի եք։ Կա մարդ, որ հուզական կապվածությունների առումով տեսնում եք, ուզում եք բացատրել, որ այդքան կապվածություն պետք չի, բայց ոչ մի կերպ ինքը չի հասկանում ձեզ։ Ինքը նայում ձեզ չի հասկանում։ Ինքը հա, բայց հասկանում եք մի ժամ հետո, որ ձեր ասացի ոչ մի իմաստ չի ըմբռնել։ Տեսել եք նման իրավիճակ։ Կամ մեկ այլ իրավիճակ, որ դուք փորձել եք բացատրել արդեն ձեր ձեռք բերածի տեսանկյունից, ու ոչ մի կերպ չի հաջողվել։ Բայց զարմացել եք, չէ՞, ոնց է, որ այդ պարզագույն մի ճշմարտությունը, բայց այդ մարդուն չեմ կարողանում բացատրել։ Գիտեք հետո ինչ է լինում։ Որպես կանոն, այդքան ասում ենք, աղջիկս էլ միշտ գալիս է խնդալով ասում է, մամա, գիտես ինչ ա եղել։ Այս ինչ թեմայով այսքան այս աշխատանքը անում էի, մի տարի առաջվանից սկսել է աշխատել, բա ես ասում եմ, մեկ էլ գալիս է մի պահ, այդ անհատը գալիս է, ասում է, գիտես, ինչ ինսայդ եմ ունեցել, գիտես, ինչ բացահայտում եմ ունեցել, ու սկսում է պատմել, այն ինչ որ դու իրան բացատրում էիր մի տարի։ Բայց ստեղ տեսեք ինչն է հետաքրքիր։ Ոչ թե ստեղ մարդը պետք է վիրավորվի, ես ես մի տարի ստեղ ճռռում եմ սելի նման։ Միթե դու այդքան այդ մի տարվա ասածը չէիր հասկացել, հիմա նոր քո մոտ ինչ այդ ա եղել։ Բայց չէ որ այդ մի տարի իր գիտակցվածությունը փակ էր։ Չէր աշխատում։ Դու սերմը դրել ես, հա ասում ես, կարծրա չի աշխատում, ձել չի տալիս։ Բայց հետո ստեղ սերմը դրած է, ստեղ գալիս է մեծ հանգամանք, անձրև ասենք, թե բարենպաստ միջավայր, խփում է եւ ծիլ է տալիս։ Բայց ինքը էլի գիտակցվածության մեջ չի, զարգացում է ապրում։ Ու դու կողքից տեսնում ես, դե հիմա պատկերացրեք Աստված։ Լիքը տենց իրավիճակներ տեսնում որ մենք դմբող չենք աճում, բայց ինքը չի ջղայնանում։ Ինչի որտեղ ինքը մեխանիզմը գիտի, որ մենք չենք գիտակցում։ Ու դրա համար համբերատար մեզ հնարավորություն է տալիս նաև բազմաթիվ մարմնավորումների, որ մենք այդ զարգացումը հասցնենք ապրենք, որ մարմինը արդեն չարչրկվում է, վերջ ճանապարհում ենք, բայց հոգին հավերժական է մի հատ գնում է լույսի մոտ, նորից հետ է վերադառնում, նորից նույն այդ process-ները սկսում է ապրել։ Այ ամենահետաքրքիրը տեղը։ Մատրիցան բազմաթիվ մարմնավորումների հասկացությունն է, որ մենք կարող ենք շարունակական նույն բանը կրկնել, մինչև այն պահ, որ մենք հասկանանք, որ այս հիմարությունը պետք է քանդենք այս շղթան, մենք պետք է սկսենք ամեն քայլը գիտակցված անել։ Եվ գիտակցված քայլը հանուն համայն մարդկության փրկությունը։ Ինչ արեց ինքը։ Գնաց, չէ՞, այդ որ նստեց այն աթոռին, ֆանտաստիկ ժանր էր, հիշեք, գնաց, նայեց Աստծուն, չգիտեմ ինչ էր, միացրեց իրան, ինքնազոհաբերվեց։ Ում համար, այդ մարդկության համար, մեծ գործի համար, իրան ասում էին դու միսիա ունես, չէ՞, այսինքն մենք բոլորս ունենք միսիա, ստեղ մեսիջը որն է, որ մենք բոլորս կոնկրետ մի առաքելություն ունենք, հասկանալ, որ այդ շրջապտույտը ամենօրյա, մի ուրիշի մոտ այդ շրջապտույտը առաջին ուղղակի վրա է, գնում է գործի, գալիս է տուն հաց է ուտում, բարձում է քնում է, շատ ձանձրալի է։ Նրա համար, ով վաղուց դուրս է եկել այդ շղթայից, բայց այդ մարդը ինքն երջանիկ է, ինքը աշխատանք ունի, ինքը աշխատավարձ է ստանում, ինքը տունը համով ուտում է, ինքը ընտանիք ունի և բավարարված է։
Ըստ խարդիական թվագիտության տենց 4 փուլ է։ Ես այդ նկարը կգտնեմ կամ գրքերից մեկում կա կնկարեմ կուղարկեմ, որ պատկերացնեք 4 մակարդակ կա 13 մարմնավորումներով յուրաքանչյուրը։ Կամ ես մի հատ առանձին թեմա հենց այդ թեմայով խոսամ։ Խարդիական թվագիտության մակարդակները, հա, տենց նշեմ։ Մենք խոսանք այդ թեմայով։ Թվագիտության 4 մակարդակները։ Հիմա ուղղակի տենց թռուցիկ ասեմ գնանք։ Առաջին մակարդակը դա հենց ֆիզիկական մակարդակն է։ Երկրորդ մակարդակը տաղանդների ձևավորումն է։ Եվ այդ տաղանդները պետք է մեզ նյութական բարգավաճում բերեն։ Երրորդ մակարդակը մեր ստեղծագործական թռիչքն է։ 13 մարմնավորում մարդը գալիս է այդ զարգացումը ապրելու եւ վերջին 13 մակարդակը արդեն այդ հոգեվոր մակարդակն է, երբ մարդը ամբողջականն է գիտակցում։ Օրինակ 40-րդ մարմնավորումը կոչվում է մագ։ Բայց 4-րդ մարմնավորումը օրինակ ընտանեկան երջանկության գիտակցում։ Պատկերացրեցիք ինչքան տարբեր մակարդակներ են։ Եվ այն մակարդակները, որտեղ որ մեր առաջադրանքները ավելանում է, միշտ բանում ուրոկ կոդը, որ գրում է, ուրոկ կոդայի մեջ, բարձր մակարդակների մեջ ասում է, ձեր առաքելությունը գտնել տաղանդներին և նրանց տնել ճիշտ ճանապարհին, կամ մեկ այլ էլի գործողություն, հասարակական, ինչ-որ սենց շատ հետաքրքիր է, ինչքան մարդու հոգին հագնանում է, այնքան համամարտկային ծրագրեր են առաջադրվում։ Եթե մենք դա դիտարկենք քարտեզը դիտարկելու տեսանկյունից, նույնպես կարող ենք ռախուն որպես առաքելության կատարում բոլոր մակարդակներում դիտարկել, բայց պետք է հասկանանք հոգին հին է թե նոր է, որպեսզի հասկանանք ինքը որ մակարդակում է եւ վիճակի դա անելու։ Մեր դասընթացներում ես այս մասին չեմ խոսել, այսինքն թռուցիկ ասել եմ, սա հին հոգի է, սա նոր հոգի է, բայց մենք այդ մասին մանրամասներ չենք խոսել։ Հիմա որ ես ձեզ մի անգամ բացատրեմ այդ մակարդակների մասին, դուք էլ արդեն շատ հեշտ կարողանաք հասկանալ, թե ֆիլմ ես մեկին սենց բարձունակն է դիտարկում, մյուսին շատ ավելի խորը։ Կարա նույն քարտեզը լինի մոլորակների դիրքով, բայց ծննդյան օրից կախված արդեն տարբեր լինեն։ Որպես կանոն հունվարի ծնվածները հենց բնականից արդեն շատ մարմնավորումներ անցած են, բայց մի հատ էլ կանոն կարող եք վերցնել, ամսի 1-ից մինչև 10-ը դրանք հիմնական հին հոգիներն են, եւ ըստ ամիսների, քանի գնում ավելի երիտասարդ են դառնում, դեկտեմբեր ամսի ծնված հոգիները համեմատած հունվարին ամենա երիտասարդներն են, բայց այդ էլ տենց ցուցանիշ չի, ես բացատրեմ։ Հիմա եկեք մեր հիմնական մտքից չճեղվենք։ Մարմնավորումների թեմայից անցանք, իլյուզիայի թեման վերլուծեցինք, մարդը կարա իր մտքերը մշտապես նույն միտքը անընդհատ ուղեղի մեջ պտտի, մենք դա ասում ենք մենտալ աղմուկ։ Պտտի ու տենց էլ ինքը չհասկանա այդ իր ուղեղի աղմուկը իրան ինչքանով է օգտակար։ Բայց կախված մեր մտքերից մենք նայենք ունենք որոշակի հոգեկան էներգիա եւ մեր էներգիան ծառայեցնում ենք, հիմա կանջատվի մի րոպե, նորից նույն հողմով կմտնենք, ծառայեցնում ենք մեր էներգիայի հաշվին լիքը մակարդակներ կան ապրող, նույն ինքը Աստված նաեւ մեր փորձի եւ մեր էներգիայի հաշվին ապրում, դա պետք է անպայման հիշենք։ Ուրեմն մենք էներգիայի աղբյուր ենք, մեր էներգիայի ուրեմն մայան, խորհրդանշական մայան, իլյուզիան է եւ ինքը հենց մատրիցայի ծրագիր։ Մարդկային գիտակցությունը ունի կեղծ էգո, կեղծ գիտակցում, կեղծ մտքեր, կեղծ իրականություն, որից ո՞նց է դուրս գալիս։ Օրինակ, որ դուք աստղաբանությունը սկսում եք սովորել, զգում եք, որ այդ շերտերը սկսում են փոխվել։
Ոնց եք զգում, ինչ զգացողություն ա լինում այդ պահը։ Ճիշտ ասած չեմ կարող բացատրեմ, բայց որ զգում ես, որ դու ավելի ուրիշ մարդ ես դառնում։ Չգիտեմ ինչ ձևի։ Ամեն ինչի նայես այլ կերպ։ Կարող ենք ասել, որ մինչ այդ քեզ թվում էր, որ միակ իրականությունը այն է, ինչ դու մտածում էիր, աստղաբանությունը սովորելուց հանկարծ բացահայտեցիր, որ այդ իրականությունը մի այլ բովանդակություն եւ այլ տեսք ունի, եւ դրա լուծումն էլ լրիվ այլ կարող է լինել։ Այլ է։ Կարող Այո, ենք ասել, որ աստղաբանությունը մեր աշխարհայացքը, մտածողությունը փոխեց, ավելի ամբողջացրեց եւ այդ ամբողջության մեջ մենք այլ կերպ սկսեցինք ամեն ինչ տեսնել ու պատկերացնել։ Զարգացանք, այսպես ասած։ իհարկե, այո։ Վիրավորական չի, չէ՞, որ ասում են զարգացանք։ Ինչ որ Չէ, իհարկե ոչ։ Իրոք զարգացան։ մտահորիզոնի, հոգևորի, ընկալման, ռեակցիաների փոփոխություններ տեղի ունեցավ, այդ իմաստով զարգացանք։ Կարող ենք ասել, որ մինչ այդ գիտակցումը, քանի մեր աշխարհընկալումը այսքան էր, այսքան էինք նայում, հետո սենց դարձավ, ինչի շնորհիվ մենք ինչ եղանք, ոնց որ մինչև այդ բանդակի մեջ էինք, բանտի մեջ էինք, մենք էս զգացինք այդ անսահմանությունը, ոնց որ դուրս գայինք կապանքներից, կար այդպես զգացողություն։ Այո։ Այո։ Այսինքն հնարավորությունները տեսանք, հնարավորությունները բացվեցին։ Ուրեմն իլյուզիան, կեղծ իրականությունը մեզ հականքի տակ է փակում։ Ոնց որ մենք ինչ-որ մի հատ բանտում լինենք։ Մեր ուղեղին տալիս է մենտալ մտային աղմուկ, անընդհատ պատտվում է ինչ-որ մի հատ խնդիր, որ մեկի հետ վերլուծում եմ, բան։ Չունեմ ես վաղուց տենց իրավիճակ, գիտեք, ճաշեմ եփում, ճաշ եփելու process-ի մեջ եմ։ Ինչ-որ մեկի հետ զրուցում եմ, իր հետ process-ի մեջ եմ։ Եթե համ զրուցում եմ, համ ճաշ եմ եփում, այդ երկուսի մեջ եմ։ Պարկել եմ քնելու, տենց ինչ-որ մտքեր չեն գալիս։ Վայելում եմ ես այդ իմ պահի, այդ աչքերս պակած, այդ թուլանալու վիճակը։ Ինչու, որովհետև այն պահից սկսած, երբ մենք մեր ուղեղի այդ աղմուկը անջատում ենք, սկսում է երանելի վիճակը։ Ինչ զանաղում, որ մեր կյանքում խնդիրն ավարտվում է։ Բայց մենք խնդիրը սկսում ենք այլ կերպ լուծել, այլ վերաբերմունք ցույց տալ։ Ենթադրենք ես վատառողջ եմ։ Արդյոք այդ խնդիրը տենց որը որ այլևս ենթադրենք 3-րդ կամ 4-րդ ստադիայի է հասել, հնարավոր է իսպառ լուծել։ Հնարավոր չի, չէ՞։ Մենք կարող ենք ինչ-որ դինամիկա պահենք, որ մեր կյանքի որակը շատ չընկնի, դրանից ավելի չեն կարող անել, բայց մեկը, ով ունենա նույն խնդիրները եւ ինքը փակված կլինի իր այդ եսի շրջակենտրոնում, շրջապտույտի մեջ ու անընդհատ իր իրականության մեջ, ինքը կլինի ամենադժբախտ, ամենահիվանդ, չգիտեմ, ու էլի լիքը իրավիճակներ, մեկ այլ, որ ընդհանրապես կախում չունի այդ մտքերից, իր ամեն օրը երջանկություն ունի։ Այստեղ է տարբերությունը, մենք ոնց ենք մեր իրականությունը ընկալում։ Եթե մարդը հոգևոր է, ինքը սուբյեկտիվ չի նայում ամեն ինչին, ինքը իր եսի կենտրոնից չի տառապում, եւ այդտեղից է սկսում, որ մարդը այդ զարգացման ընթացքում սկսում է երջանկության զգացում ունենալ։ Իսկ իրականությունը սկսում է փոխվել աստիճանաբար մեր ամենօրյա նորովի որոշումների եւ գործողությունների ընթացքում։ Դա հետո ես հետ նայում ասում, վայ, ես այս սիտուացիայում սենց բաներ կանեի, կռիվներ կանեի, այս կներ, այն կներ, բայց հələ տես ինչ հավես է, մի հատ էլ հələ հարաբերությունները ես պահեցի, մի հատ էլ հələ կարողացան այնց իրավիճակ ստեղծեն, որ իմ աշխատավարձ բարձրացրեցին կամ բոնուս տվեցին, չէ՞։ Այս վերաբերմունքն է, որ ենթադրենք նույն աշխատավայրում նույն մարդկանց հետ կարող ենք կոնֆլիկտ ունենալ, մի տարի հետո կարող ենք իրանց հետ շատ հաշտ լինել։ Հասկանալով, որ այդ իր բնույթն է, կամ այդ ժամանակ տիեզերքը մեզ ասելիք ունես, մեր չենք լսում։ Հիմա այդ շատ մանրամասնելու դեպքում շատ արդեն կշեղվենք։ Հիմա հնդկական մեր գաղափարախոսության մեջ, ոնց որ անցյալ անգամ Լիլիթը խոսում էր մոքշայից, չէ՞։ Մոքշան ինչ էր։ Մոքշան ինչ էր նշանակում։
Ժենյա ջան, Ազատագրում։ ազատագրում, շատ ճիշտ ես։ Ուրեմն կարող ենք ասել, որ մեր գիտակցության ընդլայնումը կամ տարածված արտահայտություն կա, արթնացումը, չէ՞։ Ես արթնացել եմ։ Մեկ այլ արտահայտություն կա, պայծառացումը, դա մոքսանում։ Նույն բառերն են, չէ՞։ Այսինքն տարբեր բառեր են, նույն իմաստն են։ Արթնացել եմ, էդի չէ իրանում, որ արթնացել ես։ Քնածիր։ Գիտակցման է եկել մարդը եւ ասում ենք արթնացել է։ Եթե գիտական տերմինով ասենք, կարող ենք ասել ինքը անգիտակցաբար էր անում այդ ամեն ինչը, եկավ գիտակցվածության։ Հոգեբանը որ աշխատում է մարդու հետ, ինչի վրա է աշխատում։ Որ մարդուն բերի գիտակցական դաշտ, որ մարդը սկսի գիտակցել իր խնդիրները, նորմալ ծանոթանա իր խնդիրների հետ եւ սկսի լուծումներ տալ։ Լուծումներից հետո են գործողություններ։ Հոգեբանի դերակատարումը դա է։ Բայց եթե հոգեբանը ինքը զարգացած չի, որքան արագ կհասցնի մարդուն այդ շերտին, նշանակում է հոգեբանը չէ, խորը զարգացման process պետք է ապրի։ Մեր դեպքում աստղաբանությունը արագացված է բերում այդ process-ը։ Պատկերը միանգամից արագ ցույց է տալիս Մելինե ջան, չգիտեմ ինչն եք խառնել իրար, ողջույն Մերկուրին, չգիտեմ ինչ եք ասում։ Մերկուրին, հա, Մերկուրին մեր ինտելեկտն է։ Էլ ինչից խոսենք։ Ստեղ ես պահի մեր ուսանողներից, ողջույն Մելինե ջան, մենակ Ժենյանա, որ աստղաբանություն է սովորել, մենակ Ժենյան, չէ ուզի, որ մենք մենակ պրակտիկա անենք, ուզենայի, որ գոնե 2 եւ ավել ուսանողներ լինեին, նոր պրակտիկան անեինք։ Հաջորդ ուրբաթ օրվա հանդիպումը Տաթևիկ ջան կգաք, ելում էինք որոշել, որ պետքա Լիլիթը չի գալու։ Լիլիթ պետք է գար, բայց չգիտեմ, ինտերնետային խնդիր է, ինչը մի քանի անգամ զանգեցի, բայց ինձ ասում է տիկին դուք ընդեղ ժամ չեք գրել, ասում եմ, բայց ժամը արդեն ֆիքսված է 19:00։ Ես գիտեմ դուք հիշում եք։ Ես չգիտես ինչի ժամ 8-ին էի հիշում, բայց բացեցի, նայեցի, տեսա 19-ը, նայեցել ուշացել եմ, արագ միացա։ Վախերի մասին ինչ պատկերացումներ ունեք։ Վախերը։ Սա դա էլ է ինչ-որ հոգեբանական, ինչ-որ ոնց բացատրեմ։ Մարդիկ իրանք են ստեղծում իրանց վախերը ավելի շատ, քան իրական կա։ Գուցե, այդ տես քո տեսակետներ, ուրիշ ինչ կարծիք կա վախերի մասին։ Այդ իմ տեսակետներ այո։ Տես դու որպես մամա ինչ ստրեսի մեջ էիր ընկել, որ տղադ չէր եկել։ Այն օրը Արգինեն ընդամենը 5 ժամ, ես իր հետ շփվել էի, իրանք պետքա գնային ծով ու գային, ու գնային զբոսնելու։ 5 ժամ ընդամենը չէի շփվել, երևակայությունս ինչ ասես ուզում էր կառուցեր։ Պաշտպանական ռեակցիա է, էլի։ Գուցե։ Իսկ գուցե դա մեր ֆանտազիաներն են։ Կամ պատմված պատմությունների հիման վրա տենց փակված, չգիտեմ, պատկերացումներ են, որ կարա սենց լինի, կարա նենց լինի, որովհետև սենց բան եմ լսել, սենց բան եմ տեսել, կարա կրկնվի։ Ահա, այսինքն այդ տեղեկատվությունը, որը որ բացասական տեղեկատվություն մենք միտեղ լսել ենք, այս ինչ գնացել էր ծով խեղդվեց, այն ինչը սենց, այն ինչը նենց, մեր կեղծ իրականությունը, քանի որ այդ իրականությունը գիտի, բերում է հավաքում է ու պրոյեկտում է մեր անհանգստության առարկայի վրա ստեղծվեց կեղծ իրականություն, չէ՞։ Հիմա ձեր ասածը պաշտպանական չի, դա պաշտպանական ռեակցիա չի, դա մենք արարիչ ենք, մենք ստեղծում ենք, արարում ենք մի հատ կեղծ իրականություն, բայց ամբողջը բացասական էֆեկտով։ Ձերից բացասական է։
ու հետո ասում ենք, բայց մոմա եմ, բայց շահանգստանում, չէ՞, ավել արդարացնում ենք մամա դերակատարումով։ Հիմա, ոնց կտրվենք դրանից։ Շատ բարդ է։ Անվերապահորեն վստահել Աստծուն տիեզերքին, Հələ, մի քիչ էլ բացատրի։ որ ամեն ինչ Աստծու հովանու տակ ա լինում, մեր մտքերը մեզ խանգարում են էլի երբեմն, վախերը մեր մտքերն են մեզ բերում։ Կարող ենք մի քիչ էլ բացատրել։ Մոտ ես էլի, ես լավ Ամեն դեպքում ասում եմ վախը մարդու մեջ սատանա է, որ չի թողում մարդ լիարժեք ապրի։ Այդ վատ մտքերն են, այդ վատ կպչուն վախերն են, էլի։ Այսինքն ես մի ժամանակ ես էլ էի շատ էի անհանգստանում երեխեքիս համար, բայց հետո որ հասկացա, որ պետք է անվերապահորեն վստահես տիեզերքին, լավ մտքեր տաս, արդեն ավելի հանգիստ եմ։ Այսինքն մենք 100% կարող ենք ասել մարդիկ, ովքեր որ հավատ չունեին, ցանկացած աղանդի մեջ մտան, ազատվեցին իրենց տագնապայնությունից, թեթևացավ իրանց նևրոզը եւ շատ ավելի ասում են ես իմ խաղաղությունը գտա, ես իրանության մեջ եմ, չէ, ես մի հատ մեծ level անցավ։ Եվ բոլոր բացառապես բոլոր հավատները առաջի փուլը հենց դա տալիս են, որտեղ մարդու մոտ ձևավորվում է հավատ։ Իսկ ինչպես բնորոշենք այդ հավատը, ինչ որ մի սահմանում փորձենք տալ, ինչ է այդ վախը կներեք, հավատը չէ, այդ ինչ է, մենք երբ ենք վախենում, որ անորոշ է ինչ որ բան, ապրես, անորոշությունից, եկեք ես ձեզ մի հատ հետաքրքիր նկար ցույց տամ, մի րոպե, սա այդքան էլ լավ նկար չի, մի հատ ուրիշը բացեմ, այս նույնի, տակ, լիլիթին եմ ուղարկել, այսա բացեմ նայեք, ինչ եք տեսնում, Persona, լոս, Դաբրոզլո, բոգ, ատեց, ես էլ բագարոծից եմ, աստվածամայր, աստվածահայր, Աստծու որդին, իր անձնավորությունը, բարությունը, Սամոսի կարող ենք ասել ինքնությունը, ներքևում ինչն է, չար է, զլո, անիմա, դիավոլ, եկեք մի քիչ հելը փոփոխենք, այստեղ ընդհանրապես ստանում, այստեղ պետք է գրած լիներ նաև ծին, այս լույսն է, այս ստվերն է, ծենի մեջ տեսանելիություն չկա, ծենի մեջ, մի հատ ուրիշ նկարել փորձեմ ցույց տամ, որ ավելի հասկանալի պատկերացնեք մի րոպե, չէ, ես սա, այս ցույց տամ, այս էլ այլ կերպ գծած, արխետիպերն են և անիմա անիմուս, այսինքն կանացի և տղամարդկային սկիզբ, ստվեր, էգո, որը դառնում է պերսոնա, այս ձենը նույն այս սևն է, և այս ձենի մեջ հենց մարդու վախերն են, հիմա տեսեք, երբ որ մենք ցանկացած մեկին առաջին անգամ տեսնում ենք,
ծանոթանում ենք, ինքը մեր մեջ ակտիվացնում է մեր այդ խավարում գտնվող որևէ մի բացասական ծրագիր։ Դրա համար մենք որ ասում ենք 7-րդ տունը, մեր աստղաբանորեն առաջի տունը դա մարդն է, հենց ինքը Աստծո որդին է, 7-րդ տունը հասարակությունն է եւ կողակիցն է, ովքեր որ մեզ օգնում են արագորեն էվոլյուցիա անելու։ Դրա համար ասում ենք այն անձը, ով սոցիումում է, շատ արագ զարգացում է ապրում, չէ, իսկ այն անձը, ով փակվում է տանը, ինքը ինչ է լինում, դեգրադացվում է, ոչ մի զարգացում չի լինում։ Սոցիալականացումը ինչա այդքան շեշտադրված։ Որտեղ ամեն ծանոթության հետ մեկ նոր զարգացում է լինում։ Ոնց որ պատկերացրեք, այստեղ լամպուչկա է վառվում, այդ լամպուչկեն էս մի փոճուրիկ տարածք վառվում, ու մենք տեսնում ենք էս մի հատ չորտիկ։ Ես սկսում ենք դրա վրա աշխատել։ Դա կարող է անվանել թերություն, հուսական կախվածություն, չգիտեմ, այնտեղ քննադատել, կոշտ խոսել, սուտ խոսել, ու լիքը տենց ամեն անուն կարող ենք դնել, որը որ խավարի մեջ էր, ու միջև շփումը մենք չենք բացահայտել։ Հիմա, երբ մենք ընդհանրապես ոչինչ չգիտենք, ամբողջը խավարի մեջ է, այդ ձեր նոր նշեցիք, չէ, անորոշությունը, եւ անորոշության ժամանակ գալիս է վախը շատ արագ է գալիս։ Վախը մենք միշտ ունենում ենք արտաքին իրավիճակների նկատմամբ։ Ուշադիր եղել եք, որ դուք վախը պրոստը ունենաք ձեր մեջ։ Կա նման բան, թե միշտ այդ վախը պրոյեկտում ենք ինչ-որ մի արտաքին իրավիճակի նկատմամբ։ Վայ, երկար չզանգեց, վայ, ամուսինս գնացել է հող, թե ժարել է շոքա, ժոր մի հատ խնդիր, որտև ես տեսանալի ինձ մոտ եղել է, իմ մոտ անգամ, որ տանից դուրս եմ գալիս, վախենում եմ, որ հանկարծ օրինակ հարթուկը միացրած կթողնում, իրականում դա շատ վատ վախ է։ Ինչից եք վախենում մի հատ էլ։ Որ հարթուկը օրինակ կարող եմ միացրած թողնեմ։ Ահա, բայց դա էլի արտաքին հանգամանք է։ Ձեր հետ է կապված, բայց արտաքին հանգամանքի հետ է կապված։ Օրինակ, եթե մենք ծանր հիվանդ չենք, պարզապես պարտքում ենք քնելու, կարող մտածենք, վայ, ես վաղ առավոտ չեմ արթնանում, չկա չէ նման բան։ Բայց կարող եմ, չէ, մտածել, վայ, կարող է ես պարկեմ քնեմ, թուրքերը հարձակվեն։ Ինչ կատարվեց, ես արտաքին կեղծ իրականություն ստեղծեցի, ու այդ վախը կապված էր այդ արտաքին անորոշության հետ։ Եվ հավատի զարգացման ժամանակ իրականում մենք գնում ենք դեպի ներս։ Մենք սկսում ենք հավատալ մեզ, որ մենք ունենք մեծ հավատ, առ արարիչ։ Մենք հո այդ արարչին չենք ճանաչում, ով է տեսել։ Ուրեմն ինչ է կատարվում։ Ապավինելով վերին ուժերին, մենք կուտակում ենք որոշակի էներգիա եւ մենք հավատում ենք, որ մենք մեծ հավատ ունենք, դրա համար կատարվում է։ Այսինքն մենք ինչ ենք դառնում, այս խավարից, ստվերի արխետիպից բարձրանում ենք դեպի լույս եւ այստեղ մենք դառնում ենք Աստծո որդի, անձ, բարին, մեր ինքնությունն ենք հաստատում եւ սկսում ենք արարել դրականում։ Իսկ մինչ այդ, երբ մենք ոչինչ չենք արարում, արտաքին հանգամանքների, անորոշության, չգիտակցվածության հետ մեկտեղ մենք ունենում ենք վախեր եւ այլ բացասական ծրագրեր։ Հենց դուք լույսը վառում եք, ցանկացած ծանոթություն իր հետ լույս է բերում, նույնիսկ եթե մարդը խիստ բացասական է, ինքը բացահայտում է ձեր ներսում եղած բացասական ծրագիրը։ Ուրեմն կարող ենք ասել մատրիցան, կարման, սանսարան, դրանք բոլորը կեղծ իրականություններն են, որը մենք սկսում ենք գիտակցել եւ հենց այդտեղից էլ գալիս է վերին շերտը։ Իսկ հավատը այդ շատ լավ թեմա է, դիպիկ կարելի է քննարկել։ Իրականում այն մայրերը պատերազմի ժամանակ, այն որ գիշեր ցերեկ աղոթել են, իրանց երեխեքը նեղ տեղից են փրկվել, ասում եմ ամբողջ վաշտը մահացել է, մենակ իմ երկու տղեն, որ հենց այդ վաշտում են եղել, փրկվել են։ Բայց ինքը այդ ամբողջ այդ 44 օրը
Գիշեր ցերեկ չոքած աղոթել եմ։ Չոքած, ասում եմ հենց հիշում էի, չոքում էի։ Այնց էլ եթե ինչ-որ բան եմ, ասում եմ օթերի մեջ մենակ աղոթում էի։ Հետո գալիս էի տուն նորից չոքում էի, փրկի երեխեքիս։ Այսինքն ինքը ինչ է արել։ Մեծ հավատ, ով կվերլուծի, ինչ է արել այդ մայրը։ Վստահել է Աստծուն իր հավատքը։ Ինքը հավատացել է, չէ, որ ինքը ունի այդ մեծ հավատը։ Ասա Այսինքն որ այդ թե մեծ պետք է հավատը Աստծո հավատալ, այլ նկատմամբ վստահել աղոթելուց։ ապրես, ստեղծել է մեծ հավատ, ստեղծել է մեծ դաշտ, որտեղ ինքը ամբողջությամբ վստահում է տիեզերական բարի, կառուցողական, արարչական ուժերին։ Ինքը չի ասել բանը, Աստված ջան, այսօր սատանան խփում է երեխեքիս, ինքը ասել Աստված ջան, ես վստահ եմ, որ դու իմ երեխեքին կպահես, չէ՞։ Ինքը ինչ է արել, դարձել է Աստծո որդի, դարձել է լույսի արարիչ եւ ստեղծել է մեծ գործեր։ Այդ շարաբաստիկ վիճակում փրկել է իր երեխաներին, իր արարչականությամբ։ Ուրեմն վախը ինչ էր, մի հատ նորից հետ գնանք։ Անվստահության Մեր դերք վերին ուժերի նկատմամբ։ Վախը անհայտությունն է, անորոշությունն է, որի մասին մենք ոչինչ չգիտենք, արագ մեր ուղեղը ստեղծում է կեղծ իրականություն, սկսում է հավատալ այդ իրականությանը, եւ քանի որ մենք ունենք կոնկրետ էներգիա, որ կարողանում ենք արարչականություն անել, այ հենց այդ մեր վախը եւ կեղծ իրականությունն էլ արարում ու կատարում ենք։ Այդ ստվերի արխետիպն է։ Լույսը ինչա։ Բարին։ Երրորդ միշտավորված է։ Նայեք, ես չգիտեմ, չէ, ես ստվերում եմ, չգիտեմ։ Ես չգիտեմ հիմա այս իշտեղը ինչա կատարվում։ Վստահում եմ վերև, Վերին ուժերին, այսինքն ինչ եմ անում։ Ես լուսավոր միտք եմ արարում, որ ես գիտեմ, որ դու ի վիճակի ես պաշտպանելու։ Եվ այնտեղից գալիս է նոր իրականությունը, բայց էլի ես եմ արարում։ Այտենց բան չկա, որ ձեզնից դուրս է։ Հենց դուք կասեք այս բանը ինձնից դուրս է, ես կասեմ չէ, սխալվում ես։ Դա այտենց չի։ Դուք կասեք չէ, ես խաբար չէ, ես լավն էի ուզում։ Քայլ առ քայլ կքանդեմ, կդասավորեմ, ցույց կտամ, որ դուք ստեղծեցիք ձեր իրականությունը։ Ըստ մեր ծննդյան քարտեզի այդ իրականությունը սկսում է աշխատել։ Այսինքն մենք եթե առաջին մակարդակում նայում ենք քարտեզը եւ տեսնում ենք մարդը խորը խնդիրներ ունի, ուրեմն մարդը դեռևս ընդհանրապես չի գիտակցել ինքը որտեղ է։ Հետևաբար ինքը չի տեսել նաեւ այդ պատճառները, որ հասկանա հետևանքը։ Պետք է սկսենք ցույց տալ պատճառը։ Հիմա մատրիցան ինչա, չգիտակցված գոյություն։ Բազում կյանքեր։ Մինչև այն կյանքը, որ ասում ենք մոքշա տեղի ունեցավ, արթնացում տեղի ունեցավ, զարգացում տեղի ունեցավ, հավատս ծնվեց, չգիտեմ, Աստծուն ճանաչեցի, էս եղավ, եւ բոլոր ճանապարհներն են Աստծո անքնների են, բոլորն են տանում են նույն Աստծո մոտ։ Ու այստեղ տեղի ունեցավ արդեն մարդու ծնունդը որպես Աստծո որդի, այդ լուսավոր կետը բոք սինը, բանը, սին բոգը, Հայր Աստված, եւ հիմա սա, որ Յունգը տվել է մեզ, սա ինչը, այս մեր 10-րդ տունն է, այս մեր 4-րդ տունն է, նյութական դաշտ, հոգու զարգացման դաշտ, այստեղ մեր մայրն է, այստեղ մեր հայրն է, 7-րդ տունը, ինչն էր մեր սեռական ցանկություն, չէ, եւ այլ իրավիճակներ։ Այստեղ արևելքն է, այստեղ արևմուտքն է, մենք նաեւ դա գիտենք, չէ, որ երկրի կողմերից արևելքն է, եւ անձը, ով զարգանում է շարունակ էվոլյուցիա է ապրում, դա հենց Աստծո որդին է, դա անձնավորությունն է, եւ նա ստեղծում է բարին։
Բայց ինքը հասարակության հետ շփվելուց ամեն անգամ նորովի բացահայտում է մի նոր ծրագիր, որը ինքը պետքա բացահայտեր եւ աշխատեր դրա վրա։ Կոլեկտիվ հարաբերությունները, ասում ենք, ես սրան չեմ սիրում։ Ինքը սենց է։ Ես այս տնօրենին չեմ սիրում, որտեվ ինքը խիստ է։ Այն մեկին չեմ սիրում, բայց որտեղից է գալիս այդ արտաքին հանգամանքը։ Ինչու ես չեմ սիրում այս մեկին, բայց այն մեկը ասում է, չէ, դասի լավն է, ես իրան սիրում եմ։ Չէ՞ որ մեկ մարդու մասին 10 գոլեգա են, 9 մեկ մարդու մասին յուրաքանչյուրը իր կարծիքն է հայտնելու։ Այդ դեպքում ո՞րն է ճիշտը։ Երևի ամեն մարդու տեսանկյունից էլի։ Մենք կարող ենք ասել, այստեղ կա սխալական վիճակ, տարերքներ, այս տարերքի հետ թշնամի է, յոլա չի գնում։ Ենթադրենք ջուրը կրակ են, դրա համար իրար հետ այտենց անհամատեղելի եղան։ Այն մեկը կրակոտ են, դրա համար իրար հասկացան։ Աստաբանորեն այդ բոլորը կբացատրենք, կամ նրա այս իրավիճակը ստեղ խնդիր է առաջացնում, բայց կարող ենք ասել, որ այդ բոլորը մարդը ապրում է չգիտակցված վիճակում, չի հասկանում։ Հենց նայում ենք աստղաբանորեն, ասում, հա, փաստորեն տարբեր տարերքներ են, դրա համար իրենց մեջ կոնֆլիկտ է առաջանում։ Ու հենց իրանք էլ են հասկանում, օրինակ, այս անհատի 12-րդ տունը ակտիվացնում է մյուս անհատում, նա անընդհատ սրա հետ շփվելուց կորուստներ է ունենում։ Հենց բացահայտում է աստղաբանության միջոցով, ասում է, բայց 12-րդ տունը նաև Աստծուն է մոտեցնում, մեդիտացիան է, երազներն է, չէ՞։ Էլի ավելի բարձր մակարդակներ կան։ Ստացվում է, ես այս մարդու հետ շփվելուց ավելի շատ պետք է աստվածային թեմաներից խոսեմ։ Բայց այն մեկը, որ իմ մոտ, ասենք, թե 4-րդ տունն է ակտիվացնում, ինքը իր հետ համատեղելիությունը նպաստում է, որ ես տուն ունենամ, կրթություն ունենամ։ Այսինքն մենք բացահայտում ենք, որ ինչի ես մեկի հետ շփվելուց ես գումար եմ կորցնում, բայց խեմ գումար կորցնում, ուրեմն Աստծուն մոտիկ կանգնած չեմ, որ գումար եմ կորցնում։ Ուրեմն եթե Աստծու թեմաներին ես մոտ կանգնած լինեի, իր հետ շփվելուց մենք կսկսենք հենց հոգևորից խոսել, ոչ թե ես գումար կորցնեի։ Ու մտածեի, ես ինչ բան մարդը, ես իր հետ հենց շփվում եմ, մի կորուստ ունենում։ Բայց խեմ կորուստ ունենում։ Այ հենց այդ բացասական ծրագրերն է, որ մարդկանց հետ շփվելուց մենք բացահայտում ենք։ Աստղաբանությունը ուսումնասիրելուց մենք տեսնում ենք ուղղակի ինչա կատարվում, մեխանիզմներն ենք հասկանում։ Ու վախը տեղից սկսում է դադարել։ Բացատրելի է, որովհետև այս մատրիցան վերամարմնավորում, կեղծ իրականություն, որի հետևանք որպես մոքշանա տեղի ունենում, էլ ինչ չեմ ասել ձեզ այս թեմայի հետ կապված, ինձ թվում է վերջ։ Լիլիթը չեկավ, պետք է Լիլիթը թող որոշի։ Հիմա հաջորդ հանդիպումը մեր ուրբաթ է լինելու։ Ուրբաթ 7-ին Տաթևիկ ներկա կլինեք, մեկ էլ ինչ պետք է նայենք, ես հիմա էդ եմ ուզում նայեմ, որ ինչ-որ քարտեզներ պետք է վերլուծենք, հետո որոշեցին, որ ինչ-որ մի հատ քարտեզ չենք վերլուծելու, մի րոպե։ Իմ քարտեզը։ Անժելա, բայց Անժելան էլ չկա։ Դե, ես էստեղ եմ։ Այ բալամ, անունդ գրի։ Դե ռուլին եմ, հարմար չէր։ Ընդհանրապես ակաունտով գրանցվեք, օրինակ ստեղ մեկն էլ բանը, Zoom-ի հղում է երևում, մենք էդ ենք տեսնում, մենք չենք հասկանում ով է։ Մեկը պոժվեցել է, այդ որ դուք խոսում էիք, ձերը գրած է պոժվեցել։ Հա, Մյուսն է Zoom-ի հղում է։ Մելինեն արդեն Մելինե է, Միսակցի, մենք դեմքով, անունով, գիտենք, որ ինքը Մելինեն է։ Դե Տաթևիկին տեսել էի, որ կա ուղղակի լավ կլիներ, որ մեր աշակերտներից մեկ-երկուսը լինեին, որ իրենք խոսեին, մյուս ուրեմն այս ուրբաթ 19:00 սպասում եմ ձեզ, Տաթևիկ և Անժելա,
մնացածը սիրով սպասում եմ ձեր ցանկությամբ, ուղղակի իմանաք, որ մենք իրանց քարտեզները թեթևակի նայելու ենք եւ աշակերտներին երևի պետք է առանձին մի հատ հիշեցնել, որ իրանք արձակուրդից դուրս գան, ուրբաթ օրը ժամը 7-ին ներկա լինեն։ Չէ՞։ Շնորհակալ եմ շատ, կսպասեմ։ Ապրեք։ Ձեզ բարի ժամանց եմ մաղթում, լավ երեկո։ Եթե ինչ-որ էլի թեմաներ կան, որոնք ձեզ անհանգստացնում են, կուզենայիք քննարկեք, կարող եք հենց այդ չաթում գրել։ Եթե քարտեզին ուզում եք մի հոգի ավելացնել, 3 հոգու քարտեզ նայենք, շատ ծանր իրավիճակ եթե կա, խնդրում եմ գրեք։ Եթե ուղղակի հետաքրքրության համար ուզում եք իմանալ ձեզ ինչ է սպասվում, ինձ թվում է զարգացման ընթացքում այդ կլինի։ Հա, Մելինե ջան, քոնը ես ոնց որ թեթևակի ասել եմ, չեմ ասել։ Լավ, բերեք սենց անենք, ուրեմն Տաթևիկ, Անժելա, Մելինե, թող աշակերտները իրենց տեսանկյունից ասեն։ Ասցենդենտը, Լուսինը, ինչ տիպաժի մարդ է, ինչ կյանքի սցենար ունի, ոնց որ ընդհանրացված հասկանանք ինչ եք հիշում։ Հա, ձեր աղջկա մասին եմ ասել։ Okay։ Հանդիպում ենք ուրբաթ ժամը 7-ին, չէ՞։ Եղավ։ Շատ լավ։ Բարի ժամանց։ Շնորհակալություն ձեզ, լավ օր, տեսություն։ Ապրես շատ, բարի գիշեր։